Հարստությանը վստահելու հիմարությունը։ Սաղմոս 49 Լսեցեք այս, ով բոլոր ժողովուրդներ, ականջ դրեք, աշխարհի բոլոր բնակիչներ, հասարակ մարդիկ ու մեծամեծներ, հարուստներ ու աղքատներ միատեղ։ Բերանս իմաստություն է խոսելու, իսկ սրտիս մտորումը իմացողություն։ Իրենց ունեցվածքի վրա հույս դնողներից ու իրենց մեծ հարստությամբ հպարտացողներից և ոչ մեկը չի կարող փրկել իր եղբորը, ոչ էլ նրա փրկագինը հատուցել Աստծուն, որպեսզի հավիտյան ապրի ու ապականություն չտեսնի։ Քանի որ թանկ է նրանց փրկագինը, երբեք չի բավարարի։ Քանի որ տեսնում է, թե իմաստունները մեռնում են, այդպես էլ հիմարն ու անխելքն են կորչում ու իրենց ունեցվածքն ուրիշներին են թողնում։ Նրանք կարծում են, թե իրենց տները հավիտենական են ու իրենց բնակարանները մնալու են սերնդից սերունդ, տեղանքներն իրենց անվամբ են կոչում, բայց մարդը պատվի մեջ չի մնում, անասունների նման է, որ կորչում են։ Սա անմիտների ճանապարհն է, սակայն նրանց հետևողները հավանություն են տալիս նրանց խոսքերին։ Նրանք ոչխարների պես գերեզման են իջնելու, մահը նրանցով է սնվելու։ Առավոտյան ուղղամիտները տիրելու են նրանց վրա, նրանց վայելչությունը կորչելու է, գերեզմանն է լինելու նրանց բնակարանը։ Սակայն Աստված իմ անձն ազատագրելու է գերեզմանի իշխանությունից, քանի որ ընդունելու է ինձ։ Մի վախենա, երբ մեկը հարստանում է, երբ նրա տան փառքը մեծանում է, քանի որ մեռնելիս իր հետ ոչինչ չի տանելու, իր փառքն իր հետևից չի իջնելու։ Թեև իր կենդանության օրոք նա օրհնում է իր անձը, մարդիկ կգովաբանեն, սակայն իր հայրերի սերնդի մոտ է գնալու, նրանք էլ երբեք լույս չեն տեսնելու։ Մարդը, որ պատիվ ունի ու իմաստուն չէ, նման է անասուններին, որոնք կորչում են։